Մտիր վերելակ ունեցող շենք, մի օգտվիր դրանից, սկսիր բարձրանալ աստիճաններով, գործողությունը կրկնիր մի քանի անգամ, այդ ընթացքում էլ մտածիր, որ վերելակը անվտանգ չի։ Մի որոշ ժամանակ հետո քո ուղեղը կսկսի վտանգը կապել վերելակի հետ, այսինքն վտանգավոր է վերելակը ու դու ձեռք կբերես ֆոբիա վերելակներից։ Կամ ընդհանրապես պարտադիր չի, որպեսզի շունը քեզ կծած լինի, նոր դու ձեռք բերես ֆոբիա շներից։ Դու կարող ես լսած լինել այդպիսի պատմություններ, որ շունը հարձակվեց, հաչած, կծեց, մարդուն վնասեց, կամ ականատեսը եղած լինես նմանատիպ իրավիճակների, հետն էլ գենետիկորեն նախատրամադրվածություն ունենաս ֆոբիաներին, լինես մի քիչ տագնապային ու վերջ, հերիքա, որ քեզ մոտ ձևավորվի ֆոբիա։ Չնշեցի նաև նյարդային համակարգի աշխատանքի յուրահատկությունները ու այս ևս կարևոր է ֆոբիայի ձևավորման գործընթացի մեջ։ Ու գիտեմ, որ այդ շատ վախենալու է ձեզ համար։ Թվում է, որ անհնարին է հաղթահարել, բայց ասեմ, որ ֆոբիաները ամենահեշտ հաղթահարելի ու արագ հաղթահարելի խնդիրներն են։